Կրկին բարդ է սերելի հայրենակիցներ, եթերում քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն հունիսի 14-ն է, սա թվով արդեն մեր երկրորդ հաղորդումն է, ու քանի որ կրկին թեմա ունի, կարևոր թեմա ու ավելի ճիշտ թեմաներ խոսելու, դրա համար կիրակի օրով որոշեցի այս հաղորդումը ձեզ համար պատրաստել, դրսում անձրևոտ եղանակ է, որքան հասկանում եմ Հայաստանում նույնպես անձրևներ են, հետևում եմ ամպրոպ, կայծակ, կարկուտ, դրա համար ամենալավը հիմա կարծում եմ հաղորդում պատրաստելն է եւ հաղորդում դիտելն է։ Նախորդ կոչ եմ անում անպայման լայքել, բաժանորդագրվել, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել եւ գրել ձեր կարծիքը մեկնաբանությունների մեջ։ Սրանք ուղղակի լոզունգներ, կոչեր չեն, սրանք չափազանց կարեւոր են։ YouTube-ը ինքն է կարևորում լայքերը, բաժանորդագրումները, մեկնաբանությունները, որպեսզի մեր հաղորդումները տարածվեն։ Իսկ դուք շատ լավ սիրելի հայրենակիցներ գիտեք, թե որքան կարևոր են մեր հաղորդումները ինքնիշխան անկախ Հայաստանի համար։ Արիք չկարծենք, որ վտանգները բոլոր չեզոքացել են ընտրությունների ավարտով, միանշանակ այդպես չէ, հյուսիսային արջը միանշանակ չի համակերպելու, դրա համար մեր հաղորդումները հենց հիմա չափազանց կարևոր են։ Ուրեմն, սկսենք նրանից, որ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին ծննդյան օրվա կապակցությամբ։ Ծնունդ շնորհավոր մեծ առաջնորդ թանկագին ընկեր Դոնալդ Թրամփ։ Բարձր եմ գնահատում ձեր դերը օգոստոսի 8-ի պատմական խաղաղության գագաթնաժողովում։ Ակնկալում ենք հնարավորինս շուտ պատմական գործարքներ կնքել ձեր վարչակազմի հետ։ Նիկոլ Փաշինյան։ Ես միշտ ասել եմ եւ կրկին մնում եմ այդ կարծիքին եւ այս շնորհավորանքները նույնպես սափաստում են, որ Թրամփը ինչ է, տարբեր գնահատականներ կարող է տանք Թրամփին, բայց մեզ համար ձեռնտու է Դոնալդ Թրամփի նախագահ լինելը Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնում։ Իրոք օգոստոսի 8-ին այդ փաստաթուղթը, որը որ ստորագրվեց Հայաստանի, Ադրբեջանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, դա պատմական փաստաթուղթ է եւ իրոք մեծ դերակատարություն ունեցավ այդ ամենի մեջ Դոնալդ Թրամփը, չնայած որ շատ բան նախորդ արդեն համաձայնել էին Ադրբեջանը եւ Հայաստանը, բայց կարեւոր էր, որ հենց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ այդ փաստաթուղթը կնքվեց։ Դրանից բացի մենք տեսանք, որ հիմա ինչպիսի աջակցություն է ցուցաբերում Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանին։ Չիպերի այդ մեծ հսկա կենտրոնը, որը որ հիմա կառուցվում է, արդեն հուլիսից սկսել է աշխատել, վստահ եմ շատերը տեսակ այդ տեսանյութը, աշխարհի 5 ժամանակակից պետություններում կա միայն այդ չիպերը եւ Հայաստանի Հանրապետությունը դառնում է այդ 5 երկրներից մեկը։ Ես որ խոսում եմ Հայաստանը դարձել է ամենակարևոր երկրներից մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, ես չեմ չափազանցում։ Դա իրոք այդպես է, դրա համար Նիկոլ Փաշինյանը շատ ավելի լավ տեսնելով այս ամենը, քան շատերը, դե բնականաբար ինքն է գտնվում Հայաստանի պետության ղեկին, ասում է անընդհատ շնորհավոր, թանկագին ընկեր, մեծ առաջնորդ։ Ինքը գիտե ինչպես կարելի է դրական ձևով ազդել Դոնալդ Թրամփի վրա, ինչ խոսքերով կարելի է շոյել իրեն, ինչպիսի խոսքեր է սիրում Դոնալդ Թրամփը։ Եվ իմ գնահատմամբ շատ ճիշտ ուղերձ է հղել նա։ Եվ այն վերջի նախադասությունը, որ ակնկալում ենք հնարավորինս շատ պատմական գործարքներ կնքել ձեր վարչակազմի հետ, սա եւս նշանակում է այն, որ Փաշինյանը ցանկանում է որքան հնարավոր է օգտվել նրանից, որ Թրամփը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ է եւ ավելի շատ խորացնել հայ-ամերիկյան հարաբերությունները, այսինքն հասնենք աներևակայելի արդյունքների։ Դոնալդ Թրամփի ուղերձն հիշենք, եւ սա Դոնալդ Թրամփի ուղերձին փաստացի պատասխանն է։ Թրամփը շնորհավորում էր Փաշինյանին վերընտրվելու կապակցությամբ, իսկ հիմա Փաշինյանը շնորհավորում է այս ձևով Դոնալդ Թրամփի ծննդյան օրվա արդիվ։ Կարծում եմ բավարար է, կարող ենք շատ ավելի երկար խոսել մեծ հաճույքով, բայց կարծում եմ պետք է առաջ շարժվել։ Հաջորդ ուղերձը Փաշինյանին այսպիսին էր. Դոտ, ռոբ, կալուգացի, հացին կակա պետք է ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշարք բաժանել։ Սա է քաղաքական օրակարգը
Եվ այս առումով հեղափոխությունը այլևս չի կարող լինել թավշյա, որ թավշյա չպետք է լինի այլևս քաղաքականությունը Հայաստանի, շատերն են հիմա խոսում իշխանության մեջ, նաև Ալեն Սիմոնյանն է նման հայտարարությամբ հանդես եկել եւ սա իրոք որ նոր քաղաքական օրակարգ է թելադրում Հայաստանին։ Փաստացի այն դիվերսիան, որը որ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ընտրություններից առաջ պետք է դադարեցվի եւ կդադարեցվի ուժով, օրենքի ուժով կդադարեցվի։ Եվ սա է թելադրում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքական անվտանգությունը ապահովելու համար, ինքնիշխանությունը հարատև դարձնելու համար պետք է իրոք այս հարցին լուծում տա Փաշինյանը։ Եվ ինքը շատ լավ հասկանում է, եւ ես կարծես թե պատկերացնում եմ, որ ոչ միայն ինքն է դա հասկանում, այլ նաև իրեն օգնում են այս հարցում եվրոպացի եւ ամերիկացի գործընկերները նույնպես։ Պետք է որ այդպես լինի, ես տեղեկություններ չունեմ, բայց պետք է որ այդպես լինի, նախ ամենակարևորը ինքն է դա հասկանում, ամենակարևորը։ Եվ հետո, քանի որ Եվրոպան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները այսպիսի մեծ օգնություն ցուցաբերեցին Հայաստանին, միանշանակ իրենք էլ են ասում, թե ինչ կապիկություններ, որտեղ ունեցավ Հայաստանի ներսում ինչ ընտրակաշառքներ էին, ինչ ռուսական ազդեցություններ։ Մեկ եւ վերջ այդ հարցին լուծում տվեք, հակառակ պարագայում մեր ներդրումները չեն լինի, տեղի չեն ունենա եւ մեզ վրա այլևս մեծ հաշվով հույս չդնեք։ Այսինքն Հայաստանը ունի շատ լուրջ աշխատանք իրականացնելու, որը որ միանշանակ պետք է իր անկախության, ինքնիշխանության համար, բայց պետք է նաև եվրոպացիներին եւ ամերիկացիներին, որպեսզի իրենք իրենց ներդրումները չվտանգեն, իրենք իրենց արտաքին քաղաքական ներդրումը, որը որ անում են Հայաստանում, այդ ամենը չվտանգվի։ Հակառակ պարագայում զարգացում չի լինի։ Դա է իմ համոզումը, կրկնեմ, երկրորդի մասով հնարավոր է նաև սխալվեմ Եվրոպայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասով։ Չեմ կարծում, որ սխալվեմ, բայց միանշանակ է, որ ինքը անձամբ Փաշինյանը եւ իր թիմն էլ հասկացան, որ Ռուսաստանի ազդեցությունը աննախադեպ էր։ Հաջորդ անգամ կարող է արդեն Հայաստանի Հանրապետությունը չունենա հնարավորություն եւ չունենա համապատասխան ուժ պաշտպանվելու այդ հարձակումից։ Կարծում եմ այս հարցը նույնպես փակեցինք եւ անցնենք առաջ։ Հաջորդ հարցը վերաբերվում է Գյումրիում տեղի ունեցած այսօրվա դերբակալությանը 41-ամյա տղամարդուն դերբակալել են, քանի որ իրավապահները բացահայտել են 41-ամյա տղամարդու ինքնությունը, ով որ վանդալիստական այդ ակտը իրականացրել է հուշարձանի նկատմամբ, երկրորդ համաշխարհային պատերազմի հուշարձանի նկատմամբ։ Անկեղծ ասած շատ ինձ հետաքրքիր է եւ ես հույսով եմ, որ ոչ միայն կբացահայտեն, այլ նաեւ մանրամասները կբացահայտեն մեր իրավապահները եւ այդ մանրամասներին մենք բոլորս կծանոթանանք։ Սա ամենակարևորն է։ Ես գրեթե համոզված եմ, որ այդտեղ կա ռուսական հետք։ Եվ չափազանց կարևոր է, որ մենք իմանանք թե իրականում ինչ է տեղի ունեցել, ով է հանձնարարել այդ 41-ամյա տղամարդուն գնալ այդպիսի քայլի։ Դա չափազանց կարևոր հարց է, որ հայ հասարակությունը իմանա իրողությունը։ Եվ այն փաստը, որ արդեն իրավապահները գտել եւ ձերբակալել են, տվյալ անձին դա եւս շատ կարևոր է, շատ կարևոր պատասխան է Ռուսաստանի Դաշնությանը։ Չափազանց կարևոր պատասխան է։ Կրկին անցնենք առաջ եւ հաջորդ կարևոր հաղորդագրությունը արտգործնախարարությունից է։ Հունիսի 14-ից 15-ը Հայաստանի արտգործնախարար Արաք Միրզոյանը աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում։ Նա Լյուքսեմբուրգ է մեկնում կայակալասի հրավերով Եվրամիության արտգործնախարարների հավաքին մասնակցելու համար։ Այնտեղ արտգործնախարարների խորհրդի նիստ է տեղի ունենալու եւ դրան մասնակցելու է նաեւ Հայաստանի արտգործնախարարը։ Հույսով եմ հետաքրքիր հայտարարություններ կլսենք այդ հանդիպումից։ Անցնենք հաջորդ եւ կարծում եմ օրվա ամենակարևոր հարցին։ Քիչ առաջ ստացվեցին տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողովից ընտրությունների վերջին արդյունքների վերաբերյալ։ Եվ ըստ այդ արդյունքների
քաղաքացիական պայմանագիրը հավաքել է 49 եւ 7%, ուժեղ Հայաստանը 23.2%, Հայաստան դաշինքը 9.9%։ Բարգավաճ Հայաստանը չի անցել խորհրդարան, չի անցնում խորհրդարան, փաստացի վերջին արդյունքներով ստանալով 3.98% ձայներ, այսինքն 4%-ը նրանք չեն կարողացել հավաքել, որպեսզի մտնեն խորհրդարան։ Ճիշտն ասած, ինձ համար սա շատ սպասելի էր։ Ես սպասում էի այսպիսի արդյունքների, նաև այն վերահաշվարկներով մենք փորձում ենք միշտ հաշվել եւ այդ հաշվարկներով էլ ինձ համար ամեն ինչ պարզ էր, որ իրենք չեն կարողացել հավաքել, չեն կարողանալու հավաքել 4%-ը եւ չեն մտնելու խորհրդարան։ Եվ հենց նոր ստացվեց նաև տեղեկություն, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնել են, որ ինքը 3 օրով դուրս է գալիս Հայաստանից։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանը երրորդյա այցով մեկնում է Հայաստանից։ Հավանաբար Ռուսաստանի Դաշնություն է մեկնում խորհրդատվությունների, հնարավոր է նույնիսկ էլ չվերադառնա Հայաստան։ Դա եւս ես չեմ բացառում այս հայտարարություններից հետո Փաշինյանի եւ ոչ միայն այս հայտարարություններից, այլ նաեւ մնացած հայտարարություններից։ Ես կարծում եմ, որ Քոչարյանը շատ լավ է հասկանում հիմա, որ եթե մնա Հայաստանում, միանշանակ նստելու է։ Իր գրասենյակից հայտնում են, որ այցը կրում է անձնական բնույթ, վաղուց պլանավորված էր, հետաձգվել էր նախընտրական խիստ գրաֆիկի պատճառով։ Հաջորդ հաղորդագրությունը, որին կուզեմ անդրադառնալ, դա Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունն է, որ Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հետաքրքիր չէ՞ շատ հայտարարություն է։ Ինչու են հիմա հիշել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Միանշանակ իրենց սերտովը չէ, բայց ողջունում են եւ նույն ժամանակ հիշեցնում են, որ Ռուսաստանը ու Թուրքիան շահագրգռված են խաղաղ եւ կանխատեսելի հարավային Կովկասով, ինչը ըստ իրենց հնարավոր է ապահովել 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում համատեղ ջանքերով։ Նախ 3+3 չկա, Վրաստանը ընդհանրապես չի մասնակցում, եւ ես կարծում եմ, որ կարող է լինել 3+2, Ռուսաստանը եթե հանենք եւ Վրաստանը ավելացնենք։ Ռուսաստանը այլևս ընդհանրապես պետք չի այդ ֆորմատում, եւ եթե Ռուսաստանը դուրս գա այդ ֆորմատից, միանշանակ Վրաստանը կմիանա։ 100%-ով կարող եմ վստահեցնել բոլորին, որ եթե Ռուսաստանը դուրս է գալիս այդ ֆորմատից, ապա Վրաստանը կմիանա եւ դա կլինի արդեն 3+2 ֆորմատ։ Բայց քանի Ռուսաստանի Դաշնությունը կա այդտեղ, Վրաստանը դժվար թե միանա։ Դժվար թե արդեն Ադրբեջանի շահերից բխեն այդ 3+3 ֆորմատը, դժվար թե բխի, դժվար թե Թուրքիայի շահերից բխի եւ դժվար թե Հայաստանի նաեւ շահերից բխի։ Հնարավոր է Իրանի շահերից բխի այդ ֆորմատը, բայց մնացած երկրների արդեն չեմ կարծում, կարող է հայտարարությունների մակարդակով հայտարարություններ լինեն, բայց Ռուսաստանի համար սա շատ կարևոր ֆորմատ է, ինքը նախկինում չերել ցանկանա, մտքովն էլ չեր անցնի տարիներ առաջ, որ 3+3 ֆորմատ ստեղծեր եւ թուրքերի եւ պարսիկների հետ միասին հարավային Կովկաս կիսեին, հարավային Կովկասի քաղաքական հարցերի մեջ մտներ Թուրքիան եւ Իրանը։ Հիմա ես միանշանակ կարող եմ ասել, որ հարց է դրվում, որ Ռուսաստանը չմասնակցի այդ ֆորմատին։ Այս ֆորմատը փլուզվում է, բայց եթե նույնիսկ ինչ-որ չափով պահպանվի, ապա այն կարող է պահպանվել առանց Ռուսաստանի Դաշնության։ Կարիքը չկա, որ Ռուսաստանի Դաշնությունը միանշանակ լինի այդ ֆորմատի մեջ եւ կրկնեմ, այդ ֆորմատը լիարժեք կդառնա, եթե Վրաստանը մտնի այդ ֆորմատի մեջ, բայց Վրաստանը որպեսզի մտնի այդ ֆորմատի մեջ, այնտեղ չպետք է լինի Ռուսաստանը։ Բայց մենք հասկանանք, թե ինչու է անում Ռուսաստանը այս հայտարարությունը։ Ռուսաստանի համար կրկնեմ, միակ հնարավորությունն է դարձել 3+3 ֆորմատը, ինչ որ մի ձևով
քաղաքական իմաստով մնալ հարավային Կովկասում եւ ձև տալ, թե ինքը մասնակցում է օրինակի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, մնացած հարցերը ոչ էլ ակտուալ են։ Վրաստանը ընդհանրապես մնացած հարցերով չի ընդունում Ռուսաստանի դերակատարությունը, նույնն էլ կարծեմ Ադրբեջանը։ Օրվա կարևոր թեմաներից է նաև Հիհմետ Հաջիևի եւ Արմեն Գրիգորյանի հանդիպումը հայկական Դիլիջանում։ Սա եւս չափազանց կարևոր իրադարձություն է եւ կասեի նույնիսկ ոչ շատ պակաս խորհրդարանական ընտրությունների վերջին արդյունքների, ճիշտ է, առաջի տեղում միանշանակ խորհրդարանական ընտրությունների վերջին արդյունքներն են, բայց Հիհմետ Հաջիևի այցը Հայաստան եւ հանդիպումը Արմեն Գրիգորյանի հետ Դիլիջանում սա եւս կարևոր իրադարձություն է։ Հաղորդագրությունից մենք հասկանում ենք, որ հանդիպման հիմնական հարցը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն է, այդ գործընթացի օրակարգն է եւ շատ բան ասենք, որ մեծ հաշվով չկա այս հաղորդագրությունից։ Այդտեղ նշվում է, որ կողմերը պետք է շարունակեն իրենց երկկողմ նաեւ շփումները, որպեսզի խաղաղությունը հարավային Կովկասում տարածաշրջանում ավելի ստաբիլ եւ կայուն դառնա։ Կողմերը քննարկել են նաեւ քաղաքահասարակության միջև վստահության ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Նաեւ ասվում է, որ հաջորդ հանդիպումը արդեն տեղի կունենա Ադրբեջանում։ Այստեղ մեծ հաշվով շատ բան չունեմ, ես ավելացնելու սիրելի հայրենակիցներ կարող եմ ասել այն, որ այսպիսի հանդիպումներից, հաղորդագրություններից հավասարակշռված մենք հասկանում ենք, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը կենթանի է եւ չի մտել որևիցե փակուղի, ինչը միանշանակ շատ լավ է։ Միջազգային հարցերը կրկին Իրանի եւ Ուկրաինայի շուրջ են։ Իրանից արդեն հայտարարում է, որ եթե Իսրայելը շարունակի հարվածներ հասցնել Լիբանանին, իսկ Իսրայելը հիմա շատ ակտիվ հարվածներ է սկսել հասցնել Լիբանանին, ապա կարող է պայմանավորվածությունները ձեռք չբերվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Ժամեր է մնացել, որ այդ փաստաթուղթը ստորագրվի, բայց կարող է այն հետաձգվի եւ ընդհանրապես չստորագրվի, քանի որ ըստ իրանական կողմի, եթե Իսրայելը հարված է հասցնում Լիբանանին, դա նշանակում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի կարող կամ չի ուզում իրականացնել իր վրա վերցված պարտավորությունները եւ հետեւաբար այդ փաստաթղթի ստորագրումը նույնպես անիմաստ կլինի։ Մոտավորապես այսպիսի հայտարարություններ են հնչում Իրանից։ Տեսնենք, շատ հետաքրքիր է։ Փաստաթուղթը կստորագրվի, թե չի ստորագրվի, ասեմ, որ արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում շատ լուրջ քննադատություն կա Թրամփի հասցեին, որ այդ համաձայնագիրը, որը կարող է ստորագրվել Իրանի հետ, ոչնչով չի տարբերվելու Օբամայի ստորագրած համաձայնագրից։ Օբամայի համաձայնագրից Իրանի հետ, այսինքն մեծ հաշվով նույնն է, չնայած որ Թրամփը միշտ գլուխ է գովում, որ չէ, այս փաստաթուղթը շատ լուրջ ձևով, էական ձևով տարբերվելու է։ Ուկրաինայից, ռուս-ուկրաինական պատերազմից առավոտյան չանդրադարձա, հիմա շատ կարճ ասեմ։ Ռուսական զորքերը իրոք շատ բարդ ծանր իրավիճակում են գտնվում եւ Պուտինը ստիպված է լինում այնպիսի հայտարարություններ անել քարոզչական բնույթի, որոնք որ իրականության չեն համապատասխանում, իբր ռուսական զորքերը պատերազմի ամբողջ երկայնքով առաջ են շարժվում։ Վստահ իբր առաջ են շարժվում, բայց իրականում նման բան չկա, կարող է որոշ տեղերում շատ թեթև, շատ դժվար, շատ կամաց առաջընթացներ կան, բայց հիմնականում այդ առաջընթացը կասեցված է, որոշ տեղերում նաև Ուկրաինան ունի հաջողություն այդ դրոների մասով միանշանակ շատ մեծ հաջողությունների հասել Ուկրաինան եւ ամեն օրվա ռեժիմով շատ ցավոտ հարվածների հասցնում Ռուսաստանին, հատկապես նավթային օբյեկտներին։ Հիմա ոչ միայն Ղրիմում, այլ Ռուսաստանի նաև այլ հատվածներում բենզինի գները թանկացել են, զգացվում է վառելիքի պակաս։ Զելենսկին հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի շատ հնարավոր է, որ ապագայում արդեն ոչ թե Պուտինի հետ ստորագրել ունեն իրենք խաղաղության պայմանագիր, խաղաղության փաստաթուղթ, այլ ուրիշի հետ։ Զելենսկիի խոսքերով իրենց հետախուզությունը ստացել է տվյալներ, որոնք որ այդ փաստաթղթեր, որոնք որ հայտնվում են Կրեմլի սեղանին եւ ըստ այդ փաստաթղթերի Կրեմլում սպասում են ավելի ու ավելի մեծ դժգոհություններ ռուսաստանցիների։
կողմից Վլադիմիր Պուտինի նկատմամբ եւ նրա նկատմամբ օրեցօր վստահությունը նվազում է։ Եվ սա շատ ցավոտ է լինելու իրենց համար սեպտեմբերին տեղի ունենալիք ընտրությունների ֆոնին։ Դրանից բացի Զելենսկին նշել է, որ Պուտինին միշտ չէ, որ ամեն ինչ ճիշտ ձևով են զեկուցում, առանց գույները ներկելու, բայց այնուամենայնիվ ըստ Զելենսկիի նույնիսկ այդ փաստաթղթերը, որոնք որ հայտնվում են իր մոտ, նույնիսկ այդ փաստաթղթերից, այսինքն փոխված, այլանդակված, այլակերպված, որ փորձում են ամեն ինչ շատ լավ ներկայացնել Պուտինին, նույնիսկ այդ փաստաթղթերից ինքը կարող է հասկանալ իրողությունը։ Եվ այս հայտարարությունը մեզ կրկին մեկ անգամ հուշում է, որ մենք ամեն ինչ շատ ճիշտ ենք հասկանում, այսինքն ճիշտ ենք հասկանում, բնականաբար հետևելով տարբեր լրատվամիջոցների հաղորդագրություններին, տեղեկություններին եւ այդ ամենը միացնելով մենք էլ բնականաբար նույն կարծիքին ենք հանգում։ Դրանից բացի հետաքրքիր տեղեկություններով է կիսվում Պոլիտիկոն G7-ի հանդիպումից առաջ եվրոպացի առաջնորդները փորձելու են համոզել Թրամփին, որպեսզի ինքը որոշում կայացնի այնուամենայնիվ ամրապնդել Կիևի օդային պաշտպանությունը, ամբողջ Ուկրաինայի օդային պաշտպանությունը, դրանից բացի աջակցի Ուկրաինայի տնտեսությանը եւ ամրապնդի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ։ Տեսնենք, չեմ կարծում, որ Թրամփը համաձայնվի, բայց նույն ժամանակ չեմ էլ կարող բացառել, կարող է հասունացել է պահը, երբ Թրամփը համաձայնվի նման առաջարկների հետ, չնայած իր հոգեբանությանը ծանոթ լինելով դժվար է այդ ամենին հավատալ։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։